Ներկայացնելով աշխարհասփյուր Արցախաբնիկ Արցախում ծնված հայությանը, տենանք քանի հոգի աջակցություն կհայտնեն, տենանք Լևոն Հայրապետյան նման քանի հոգի կլինի։ Լևոն Հայրապետյանը ոչ մի շահ չի հետապնդել, քանի Լևոն Հայրապետյանի նման արցախցի ունենք։ Մենք գիտենք, որ Լևոն Հայրապետյանի նման հարուստ մարդիկ շատ կան արցախցի, բայց պահվածքով, որպես ինքը արմատներով հայ, հոգով սրտով հայ, այդ ձևի հայ, քանի հատ ունենք։ Որ Հայաստանում այսօր անօրակ ղեկավարություն է։ Չնայած բոլորին անձամբ շատ մոտիկ գիտեն։ Որովհետև այդ եմիգրեյշնը, որ Հայաստանից գնում է, շատ ցավալի է։ Եվ այդ պատճառները պիտի դադարեցնեն։ Ու ես ասել եմ TV-ով, որ պատճառը ոչ թե հանցի պրոբլեմ կա, աշխատանքի, արդարություն չկա։ Իսկ վերջինս արտարության վերականգնման հիմնական ուժը տեսնում է Սփյուռքի մեջ։ Անդրադառնալով Քոչարյանի ժամանակ երկրում ստեղծված իրադրությանը, Լևոն Հայրապետյանը սուր քննադատության է ենթարկում նաև երկրորդ նախագահին։ Անկուշտ են։ Միլիոնատեր դարակ, դա կշտացեք, էլի։ Միլիարդատեր ուզում ես ասել։ Միլիարդեր։ Միլիարդատեր աղքատ ժողովրդի մեջ դա ռեկորդ է։ Դա ռեկորդ է։ Աղքատ ժողովրդի մեջ դրա համար թոշակը $6 է բարձրացնում, ոչ թե 60։ Ես ասեցի, ես կարդացել եք ինտերնետում, որ մեր պարտքը արտաքին 4 բիլիոն 800 միլիոն է։ 4 միլիոն։ Ասի Ռոբերտ, թող այդ արտաքին պարտքը փակի, այդ ժամանակ ոչ $6 կարելի է բարձրացնել, այլ $160 թոշակը, որ մարդիկ կարգին ապրեն։ Եվ դու կլնես հերոս 1000 տարվա։ Այլ որտեղ համար։ Աղքատը գելեր հավարից, աղքատը պենց մնայել է։ Մենք լավ թոշակ կտանք։ Ես անձնական թոշակ կտամ 2000 ամիս։ Էդի հերիք է, որ Հայաստանում ծովաշ չմնա։ Գործարարն անդրադառնում է նաև Ռուսաստանի կողմից մեր հակառակորդին Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու քաղաքականությանը։ Ստեղծված խնդիրը Հայրապետյանը համարում է գործող իշխանության անգործության արդյունք։ Եվ մինչև պրեզիդենտ դառնալը անձամբ խոսացել եմ, ասի երկրի վրա ստացել ժողովրդի վրա, թե մեկին, թե երկուսին։ Ես շուտվանից գիտեմ, հարաբարձ եմ։ Ասել եմ, որ դուք ժամկետը որ վերջանում է, արագ հանգիստ փողոց դուրս գաք, առանց security, ման գաք, ասում եմ, խիչ չեն կարա, տենց ման գաք, ասի եթե գողն եք, չեք կարա, որովհետև կամ կթքեն ներեսին, կամ քարով կտան կամ։ Հիշեցնենք հայազգի խոշոր գործարար եւ հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին հուլիսի 15-ին փողերի լվացման եւ յուրացման կասկածանքով։ Վերջինիս գործը, սակայն, շատերը քաղաքական հետապնդում են համարում։